պարզապես մեքենա չենք վաճառում։ Ես էդ եմ ասել։ Նույնիսկ մեր անձնական համարներն ունեն։ Միշտ առաջին ամենալավն է։ Ես իմ քարտով, իմ հեռախոսով կլիցքավորեմ ձեր մեքենան։ Չթողեցիր ես խոսամ։ Վաղ թե ուշ ամեն ինչ գնալու է էկոլոգիային, չկա խնդիր, որ չենք լուծում։ Պետք է բան ավելացնել էս հարցին։ Ինչ լեգտիվ։ Այս բայրուսամ չի նկարվում։ Դու ինչ ես գարոսկոպով։ Ճիշտ է սա։ Կույս։ Հասկանալի է։ Կույսի եւ կշարքի անմիջական զրույցը Էկոթոքսի եթերում։ Ողջույն բոլորին, այսօր խոսելու ենք Eco Motors ընկերության վաճառքի տնօրեն Նարեկ Աջամյանի հետ վաճառքի գործընթացների, հաճախորդների սպասարկման փորձի եւ շուկայի զարգացող միտումների մասին։ Կփորձենք հասկանալ, թե ինչն է դարձնում Eco Motors-ի վաճառքի մոդելը յուրահատուկ, ինչպես է ձևավորվում հաճախորդների հետ վստահությունը եւ որն է այն արժեքը, որ Eco Motors-ը փոխանցում է յուրաքանչյուր գնորդի։ Շատ հետաքրքիր զրույց է մեզ սպասվում, այնպես որ մնացեք մեզ հետ։ Բարի գալուստ Էկոթոքս, շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Նախ սկսենք նրանից, թե ինչպես եք սկսել ձեր աշխատանքը Eco Motors-ում եւ ինչն է գրավել ձեզ։ Ողջույն Սոնա ջան, շնորհակալ եմ շատ հրավերի համար։ Ասեմ, որ Eco Motors-ում աշխատանքը սկսել եմ 2024 թվականից։ Մինչ այդ Արմենի հետ ավելի երկար ժամանակ է ինչ ծանոթ ենք, շփումներից, նպատակներից, երբ որ Արմենի հետ զրուցում էինք իր բիզնեսի, նրա գաղափարները, նրա տեսլականը էլեկտրական մեքենաների, էլեկտրոմոբիլների շուկա մտցնելու եւ այն տեսլականը, որը ինքը ուներ, բավականին գրավիչ էր։ Խոսակցություններից մեկի ժամանակ փոխադարձ համաձայնությամբ առաջարկ ձևավորվեց եւ անցա աշխատանքի։ Գրավեց բնականաբար նոր մարտահրավերը, որովհետև էլեկտրական մեքենաները հայկական շուկայում նորամուծություն էին, մեծ մարտահրավեր էր եւ բավականին գործ կար անելու։ Ես ինքս սիրում եմ մարտահրավերներ եւ երկրորդ ամենակարևոր հանգամանքը, որ ինձ ստիպեց, որ ես միանամ Eco Motors-ի թիմին, դա թիմի տեսլականն էր, որ պարզապես մեքենա չենք վաճառում, այսինքն սկսած հաճախորդի հետ խորհրդակցությունից, քանի որ բոլորին անծանոթ են ինչ է իրենից ներկայացնում էլեկտրոմոբիլը եւ շատ հաճախ հաճախորդները նույնիսկ չգիտեն թե որ մեքենան է իրենց ավելի հարմար, սկսում է մեր մոտ process-ը խորհրդակցությունից, հասկանում ենք հաճախորդների խնդիրները, հասկանում ենք հաճախորդի ցանկությունները եւ համապատասխան մեքենա առաջարկում։ Բնականաբար մեքենա գնելը ամենօրյա բան չէ եւ պետք է հաճախորդը լիարժեք վստահ լինի, որ գնել է իրեն հարմար մեքենա։ Դրանից հետո ամենակարևոր հանգամանքը եւ Eco Motors-ի ամենակարևոր տեսլականը, որ հաճախորդին երբեք իր մեքենայի հետ, իր խնդիրների հետ մենակ չենք թողնում։ Հաճախորդները վստահ են, որ իրենց մեքենայի հետ կապված ցանկացած հարց, ցանկացած խնդրի դեպքում Eco Motors-ը իրենց կողքին է եւ լուծելու է իրենց մեքենայի հետ կապված բոլոր խնդիրները։ Երբ նոր սկսեցիք, մարդիկ դեռ այնքան էլ վստահություն չունեն էլեկտրոմոբիլների նկատմամբ, ինչպես է փոխվել հաճախորդների վերաբերմունքը վերջին տարիներին։ Շնորհակալ եմ հարցի համար։ Դե բնականաբար էլեկտրոմոբիլը, երբ նոր էինք սկսում, մարդկանց համար լրիվ փակ մութ անտառ էր ու շատ դժվար էր որոշում կայացնել մարդկանց, որպեսզի ձեռք բերեն էլեկտրոմոբիլ, որովհետև ենթակառուցվածքները շատ զարգացած չէին։ Մարդկանց մոտ հարցեր էր առաջանում, որտեղ են լիցքավորելու մեքենան, ոնց են սպասարկելու, որտեղ է սպասարկվելու, պահեստամասեր կան թե չկան, որը բնականաբար շատ ավելի էր խանգարում վաճառքների իրականացման համար, սակայն վերջին շրջանում բավականին լայն տարածում է գտել էլեկտրոմոբիլների հետ կապված ենթակառուցվածքները, բավականին շատ լիցքավորման կետեր կան։ Մենք մեր հաճախորդներին բոլոր մեքենաների հետ տրամադրում ենք լիցքավորիչներ, որով նրանք կարողանան իրենց տան պայմաններում լիցքավորել իրենց մեքենաները։ Հաճախորդներին արդեն առաջարկում ենք գրեթե բոլոր մեքենաների պահեստամասերը, ունենք մեծ սպասարկման կետ, որտեղ մեքենայի անիվներից մինչև մեծամարտկոցներ չկա խնդիր, որ չենք լուծում։ Գնալով տենդենսը ավելի դրական է դառնում, մարդիկ ավելի են վստահում էլեկտրական մեքենաներին,
եւ ենթակառուցվածքներին, որ նրանք ճանապարհին չեն մնա կամ իրենց մեքենան անլուծելի խնդիրներ չի ունենա, որը խթանում է վաճառքներին։ Վաճառքներին խթանում է նաեւ շուկայում բավականին շատ առաջարկները, որովհետեւ շուկան բավականին մրցակցային է, բավականին շատ ընկերություններ կան, որոնք որ արդեն առաջարկում են էլեկտրական մեքենաներ եւ մենք հայրս էլ այնց պահպանողական բնավորություն ունենալով, եթե մի բան շատ կա արդեն, հետաքրքրությունը մեծանում է ու մարդիկ սկսում են հետաքրքրվել, իմ ընկերը արդեն ունի, ես էլ ունենամ, ու սենց արդեն ոլորտը զարգանում է։ Շատ լավ։ Իսկ ինչն է ամենաշատը համոզում հաճախորդներին գնել էլեկտրոմոբիլներ։ Բնականաբար տեխնոլոգիաները, որովհետև էլեկտրական մեքենաների մեջ տեխնոլոգիաները բավականին զարգացած են, այսինքն մեքենա վարելը շատ ավելի հաճելի, շատ ավելի կոմֆորտ է։ Երկրորդ ամենակարևոր հանգամանքը բնականաբար տնտեսելը, որովհետև նախ նոր մեքենա ավտոսրահից մինչև, չգիտեմ, 2022-23 թվականը շատ քիչ մարդկանց համար էր հասանելի, այսինքն շատ քիչ մարդ կարող գնար ավտոսրահից մեքենա առներ։ Հիմա էլեկտրական մեքենաները իրենց գնի եւ որակի համեմատ բավականին շատ լավ գին ունեն եւ հասանելի են ավելի լայն հասարակությանը։ Եվ բնականաբար մարդկանց էլեկտրոմոբիլ ձեռք բերելու համար մոտիվացնում է աշխարհի տենդենսները, քանի որ աշխարհը գնում է արդեն էկոլոգիապես մաքուրին, բնության պահպանմանը, բնականաբար մեր հանրության մոտ էլ արդեն ձևավորվում է այն գիտակցումը, որ պետք է պահել բնությունը եւ բնականաբար քիչ աղտոտել։ Ինչը շատ գովելի է իրականում։ Շատ լավ, իսկ որոնք են ամենամեծ մարտահրավերները վաճառքի տեսանկյունից էլեկտրոմոբիլների շուկայում Հայաստանում։ Էլեկտրոմոբիլների շուկայում մարտահրավերները շատ են։ Նախ ինչքան էլ որ խոսեցինք ենթակառուցվածքներից, մարդկանց ամենաառաջին հուզող հարցը եւ մեքենայի ընտրության համար ամենակարևոր հանգամանքը, թե մեկ լիցքավորմամբ ինչքան կարող են վարել, որովհետեւ մարդիկ ցանկանում են ավելի հանգիստ լինել, Հայաստանի մի ծայրից մյուս ծայրը գնալու համար խնդիրներ, խոչընդոտներ չունենան, ցանկալի կլներ ու արդեն տենդենսը կա բնականաբար լիցքավորիչների հասանելիությունը ամբողջ Հայաստանի Հանրապետությունում, բնականաբար վերջին տարվա ընթացքում հայկական ընկերությունները բավականին մեծ աշխատանք են արել դրա հետ կապված։ Ամենակարևոր մարտահրավերներից այն մեր հասարակության այն մի հատվածը, ովքեր որ դեռ կասկածում են, դեռ մտածում են, չէ, իրենց բենզինային ներքին արման շարժիչով մեքենան ամեն դեպքում ավելի ապահով է եւ վստահելի է, այդ մարդկանց հասցնել, որ վաղ թե ուշ ամեն ինչ գնալու է տեխնոլոգիաներին, վաղ թե ուշ ամեն ինչ գնալու է էկոլոգիային եւ իրենք կարող են շատ հանգիստ փոխել իրենց ներքին արման շարժիչով մեքենաները էլեկտրական մեքենաներով եւ նույն կերպ վարել, նույն կերպ վայելել իրենց ակետից բեկետ տեղափոխվելը։ Շուկայում մեծ ընկերություններին, ավելի լավ ծառայություններ մատուցող ընկերություններին, շղթան փակող ընկերություններին մի փոքր խանգարում է նաև շուկայի շատ ազատ լինելը, այսինքն ցանկացած մարդ իր անձնագրով կարողանում է մեքենա գնել Չինաստանից, բերել, վաճառել, ճիշտ է, նրանք գնով մի փոքր ավելի լավ առաջարկ են անում, քանի որ գրեթե ծախս չունեն եւ գրեթե զրոյական սպասարկում են ապահովում, բայց ամեն դեպքում խանգարում է շուկայում, վստահ եմ, որ կամաց դաշտում կմնան խոշոր խաղացողները եւ ավելի լավ կլինի մրցակցությունը, որովհետեւ կսկսենք մեկս մյուսից ավելի լավ առաջարկներ անել մեր հասարակությանը, որից կօգտվեն միայն մարդիկ, ովքեր որ պատրաստում են գնել էլեկտրական մեքենաներ։ Իսկ ինչպես եք պահպանում կապը հաճախորդների հետ մեքենայի ձեռքբերումից հետո։ Շնորհակալ եմ հարցի համար։ Բնականաբար մեքենայի ձեռքբերումից հետո դեռ նոր է սկսվում հաճախորդի հետ կապը։ Մեր թիմը 24/7 ռեժիմով հասանելի է մեր բոլոր հաճախորդների համար։ Մեր հաճախորդները,
օրվա ցանկացած ժամին, ցանկացած պահի հասանելիություն ունեն, զանգարում են, իրենց ուզող հարցերը տալիս են, պայմանավորվում են սպասարկման համար գալու, շատ չնչին փոքր խնդիրներ են առաջանում նրանց մոտ, զանգարում են, տեղում հեռախոսով լուծում ենք խնդիրները հաճախորդների, դա բնականաբար ավելի է մոտիկացնում, սերտացնում մեր հարաբերությունները, շատ հաճախորդների հետ արդեն անձնական ընկերություն ենք անում, քանի որ մեր վաճառքի ամենակարևոր գրավականը հենց մեր հաճախորդներն են, մեր ցանկացած հաճախորդ, չունենք գեթ մեկ հաճախորդ, ով երկրորդ գնումը կամ իր բարեկամներին, ընկերներին խորհուրդ չի տվել եւ ամենակարևորը մեր ընկերության Eco-Motors-ի ամենակարևոր ձեռքբերումը հենց դա է, որ մենք մեր վաճառքներն ապահովում ենք մեր արդեն իսկ հաճախորդների միջոցով, մեր հաճախորդները վստահ են իրենց գնման վրա, վստահ են Eco-Motors-ի վրա եւ բնականաբար դրանով խորհուրդ են տալիս թե իրենց ընկերներին, թե բարեկամներին, թե իրենց ընտանիքի մյուս անդամների համար բնականաբար վերադառնում եւ մեզ մոտից են գնում իրենց երկրորդ մեքենան, կապը պահում ենք նաեւ սոցիալական հարթակների միջոցով, ցանկացած պահի մեր հաճախորդները գրում են եւ շատ արագ պատասխան են ստանում, նույնիսկ մեր անձնական համարներն ունեն եւ չգիտեմ, SMS-ով, զանգերով ցանկացած պահի գիշերը ժամը 2-ին 1-ին մեր մասնագետները գնում են հաճախորդի համար ճանապարհին մնացած հաճախորդի խնդիրների լուծում, մեքենան շարժի գցում եւ տեղափոխում սպասարկման համար նախատեսված հատված, որտեղ եւ սպասարկվում են մեքենաները, այսինքն մենք փակ չենք, մենք մեր հաճախորդների համար միշտ բաց ենք, նրանք գիտեն դա եւ օգտագործում են շատ լավ։ Իրականում ինձ տվեցիք իմ հաջորդ հարցերի պատասխանները նույնպես, շնորհակալ եմ պատասխանի համար։ Կնշեք ամենահետաքրքիր դեպքը, որը տեղի ունեցել ձեր պրակտիկայի մեջ։ Հետաքրքիր դեպքեր բնականաբար շատ են լինում, քանի որ ոլորտը նոր է, մարդիկ նոր են ծանոթանում էլեկտրական մեքենաներին, այս բային ուղղակի մտքովս անցավ մի դեպք, որի մասին կպատմեմ, հաճախորդի մեքենան եկել էր եւ ինչ խնդիրների պատճառով լիցքավորիչը մեքենայի հետ չէր հասել մեզ եւ մենք հաջորդ մեքենաները որ պիտի ստանայինք, որի մեջից որ պիտի լիցքավորիչը տայինք մեր հաճախորդին, մեկ շաբաթ էր տևելու, դե հաճախորդը ցած վրդոված եկավ, բա ես ինչ եմ անելու, որտեղ եմ լիցքավորելու։ Ես ասեցի, ցանկացած կայան կարող եք մոտենալ այդ մեկ շաբաթվա ընթացքում, ես իմ քարտով, իմ հեռախոսով կլիցքավորեմ ձեր մեքենան, մտածելով, որ այդ մեկ շաբաթվա 10 օրվա ընթացքում մաքսիմում 3-4 անգամ կլիցքավորեմ, տենց հաճախորդը ասեց լավ, ուրախ դուրս եկավ ու պարզվեց, որ ինքը այդ մեքենայով տաքսի էր վարում եւ ամեն երեկո ժամը 12-ի 1-ի կողմերը ինքը ինձ զանգում էր, ասում էր, ես ինչ տեղն եմ, դե մեքենաս լիցքավորի։ Ու տենց 15 օր ես իմ քարտով գիշերը ժամը 2-ին ամեն օր չէի քնում, կարգին հաղորդման մեջ, որ ասում են մի կոշիկն էլ գցի քնենք, մերն էր, սպասում էի զանգեր, լիցքավորեի, պարկեի քնելու։ Պաստորեն ոչ միայն հետաքրքիր, այլև զավեշտալի դեպքեր։ Շնորհակալ եմ Նարեկին հետաքրքիր զրույցի եւ իր փորձով կիսվելու համար։ Այսօր պարզ դարձավ, որ Eco-Motors-ը ոչ միայն զբաղվում է մեքենաների վաճառքով, այլև ստեղծում է լիարժեք հաճախորդների սպասարկման փորձ, վստահություն, աջակցություն երկարաժամկետ կապի միջոցով։ Շնորհակալություն, որ մնացիք մեզ հետ եւ հիշեք, Eco-Motors-ը միշտ ձեր կողքին է, որպեսզի ձեր մեքենան աշխատի անխափան եւ դուք զգաք լիարժեք վստահություն եւ հարմարավետություն։